մի անգամ էլ արի ծափարենք մեր Տիրոջը։ Աստված օրհնի շա։ Ուզում եմ ասեմ Աննո Դոմինի Հովիվ ջան։ Թող Տիրոջ տարին լինի։ Բանաստեղծությունը ներքին կարգով կոչվում է բարեխոսություն, որ նվիրված է մեր զոհված հերոսների հիշատակին։ Ու ոչ մի ծառ հանուն հարգանքի չդադարեց ծաղկելուց։ Ու ոչ մի ծով հանուն վշտի չդադարեց փրփրելուց։ Կարծես ոչինչ էլ չի եղել։ Կյանքը շարունակում է շարունակվել։ Կարծես մեծ զորերը հայոց փոքր աշխարհի մի մակարդակ չեն բարձրացել տաք մարմիններով իր որդիների։ Աստված տվեց, Աստված էլ վերցրեց։ Չէ, ինձ ուրիշ մխիթարանք տուր Տեր, հոբինը ինձ չի սփոփում, այլ թողնում է հարցեր։ Ախր հասկացիր եղբայր եմ կորցրել, երբեք չտեսած, չիմացած եղբայր, ես գոնե եղբայրք, են մյուսը որդի, լավ էլ իմացած, կյանքից շատ սիրած։ Մեկը ամուսնուն, են մյուսը սիրուն, մյուսն էլ սպասում է, թե հայրը կգատուն։ Ներիր, հանդուկն եմ այսօր աղոթքումս, ներիր, որ կարող եմ, բայց չեմ ուզում սփոփվել, քանզի դրանով հաղթում եմ մեղքի զգացումս, չնայած ինչ հաղթել ուղղակի լռեցնում եմ։ Ինձ փոփանք պետք չի ինձ մի բարձ տուր Տեր, որը կհարգի քնելու բնական իրավունքս։ Այլապես քարից չոր եմ բոլոր բարձերը, իսկ քարերը փափուկ են, դրանց վրա քնել են հերոսները։ Վերցրու նրանց քեզ մոտ, նրանք արժանի են քեզ։ Ու երբ ես էլ գամ ինձ ծանոթացրու, միայն մի բան ունեմ նրանց ասելու, երկար ու խրթին հայերեն մի բառ, շնորհակալություն, թե ներողություն, իսկ կարելի է երկուսն էլ ասեմ, ինչ, նրանք դրա կարիքը չունեն, ինչ լավ է, որ նրանք քեզ մոտ ոչինչի կարիք այլևս չունեն։ Տերը օրհնի շատ, Աստված օրհնի շատ Շողեր ջան։ Փառք մեր Աստծուն։